Արմլուրը իշխանական աղբյուրներից տեղեկացավ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում շարունակվում են ներքին քննարկումները ազգային ժողովի փոխնախագահների, թեկնածուների և խմբակցության ղեկավար կազմի ձևավորման շուրջ։ Արմլուրի տեղեկություններով մինչև վաղը ժամը 18:00 ՔՊ աշխատակազմը պետք է հավաքագրի կուսակցության անդամների կողմից ներկայացվող առաջադրումները ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար։ Դրանից հետո հարցը կքննարկվի կուսակցության ղեկավար մարմիններում, իսկ հաջորդ շաբաթ արդեն ՔՊ վարչությունը նախատեսում է ընտրել փոխնախագահների թեկնածուներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին առաջադրվել են ազգային ժողովի падգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Ալխազ Ղազարյանը, նրանք նաև ՔՊ վարչության անդամներ են։ Իշխանական շրջանակներում չի բացառվում նաև ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի առաջադրումը, թեև կուսակցության ներսում նշում են, որ կարող են ի հայտ գալ նաև այլ թեկնածուներ։ Ըստ մեր տեղեկությունների, թե Ալխազ Ղազարյանը, թե Վահագն Ալեքսանյանը կուսակցության ներսում ունեն զգալի աջակցություն։ Նրանք ՔՊ վերջին ներքին ընտրություններում եղել են ամենաշատ ձայներ ստացած անդամների թվում, ինչը դիտարկվում է որպես նրանց քաղաքական կշռի կարևոր ցուցիչ։ Ներքին քննարկումների ավարտից հետո իշխանական ուժը կանցնի նաև ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորմանը։ Մեր տեղեկություններով փոխնախագահների թեկնածությունների հստակեցումից հետո ՔՊ-ն կվերսկսի քննարկումներ հանձնաժողովի նախագահների, անդամների թեկնածության շուրջ, ինչպես նաև կորոշեն ՔՊ խմբակցության ղեկավար պաշտոնի զբաղեցման հարցը։ Այսպիսով, առաջիկա օրերին իշխող ուժում սպասվում են կարևոր կադրային որոշումներ, որոնք կձևավորեն ազգային ժողովի նոր ղեկավար կազմի և խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի հետագա պատկերը։